Նախ շնորհավորում եմ բոլորից, մենք իհարկե գտնվելով Եռաբլուրում գլխիկորենք բոլորս, բայց նաև պետք է խելոք լինենք, որովհետև այստեղից շատ կարևոր հաղորդագրություններ ունենք իրար արդեն, շատ կարևոր բաներ ունենք իրար հետ պայմանավորել, շատ ու շատ զրույցներ ունենք, որ մենք չենք կարել հանրության և հասարակության ներսում և հանրային համերաշխության չենք կարել։ Հետևաբար մենք այստեղ եկել ենք այսօր և շնորհավորելու միմյանց և հիշելու առաջի Արցախյան պատերազմի մեր եղբայրների և առաջնորդորյա Արցախյան երկրորդ պատերազմի մեր որդիների մոտ ենք այցելել և նաև իրենց ենք ուզում շնորհավորենք այսօրվա կապակցությամբ, որովհետև բանակն առանց իրենց հիշատակի մենք չենք պատկերացնում։ Եվ պարտավորեցնող է, այսօր պարտավորեցնող է այստեղ խոսել դրա մասին, խոսել բանակի մասին, բանակի ապագայի մասին, բանակաշինության ծրագրերի մասին։ Իհարկե մենք շատ չենք ծանոթ այսօր եթերը, բայց ուզենք, որ մենք իրար հետ նայենք ապագային, որպես անվտանգության հետ կապված բանակ գումարած անվտանգություն այս բանաձևը հստակ գիտակցելով։ Որովհետև այն խոսույթը, թե անվտանգություն ունենալու կամ խաղաղություն ունենալու համար բնավ պետք չէ ունենալ հզոր բանակ, դա քաղաքագիտության, պատմության և ընդհանրապես բանականության առումով որևէ բանի փոխության չի ենթարկվում այդ ճարտարապետը։ Մենք բոլորս գիտակցում ենք, որ մենք պետք է լինենք ուժեղ, պետք է ունենանք բանակ, պետք է ունենանք արտաքին ռազմաքաղաքական հզոր դաշինքներ և ունենալով ուժեղ բանակ և ունենալով ռազմաքաղաքական դաշինքներ և մենք պետք է ապահովենք մեր անվտանգությունը։ Մենք եթե չունեցանք ուժեղ բանակ, մենք որևէ կերպ անվտանգ չենք կարող լինել։ Որովհետև ժամանակակից աշխարհում տեսնում եք ինչեր են տեղի ունենում և ուժը այսօր կարծես թե իրավունքն և ուժը իրար հետ մարտնչում են և ուժեղը իր դիրքերից կարողանում է պարտադրի այն, ինչ որ օրինակ 1 կամ 2 տասնամյակ առաջ սովորաբար մարդիկ կամ դիվանագետները փորձում են դիվանագիտական խողովակներով կամ քննարկումների կամ բանակցությունների միջոցով։ Պաշտպանական ծախսերը կապված են եւ նաեւ այստեղ ամփոփված երեսների ծախսերը հենց կանոնավոր բանակ ունենալու ճանապարհին նաեւ որպես իրենք են նաեւ կանոնավոր ճանապարհը կերտողները հիմա մստվում է եւ իրենց աթափված արժանները եւ նաեւ Տեսեք, Ադրբեջանը այս տարվա բյուջեում ռազմական ծախսերը նախորդ տարվա համար շուրջ 30%-ով ավելացրել է։ Մենք կրճատել ենք մոտավորապես 110 միլիարդ դրամ։ Երբ որ հարց են տվել կամ հարցերի միջոցով փորձել են պարզել ինչն է պատճառը, տարբեր, այսպես ասած, պատասխանների շրջանակում նաև հնչել է, որ սոցիալական տարբեր ծրագրեր իրականացնելու համար մենք փորձել ենք հայտարարել։ Եվ երբ որ դու տեսնում ես, որ 110 միլիարդ կրճատելու ֆոնին, օրինակ 3 միլիարդ պատժառճարում, օրինակ ազգային ժողովի 25 թվականի պետական բյուջեով խնայված միջոցները վերաուղղվում են պատժառճարներին, այստեղ առաջանում է հանրության մոտ հարցեր։ Այսինքն չկա որևէ խոսույթ, որը տրամաբանական է։ Եվ հետևաբար 110 միլիարդ դրամով ռազմական ծախսերը կրճատելը կարող է նաև ռևերանսային բան լինի ուղղված դեպի Ադրբեջանը։ Ցուցադրելու համար մեր ոչ ռազմատենչություն կերտավորական։ Այնինչ պետք է լիներ հակառակը։ Այնինչ պետք է 20 թվականի նոյեմբերից հետո հստակ կերպով վերանայվեր 21 թվականի պետական բյուջեն, առաջնահերթությունները։ Եվ եթե դուք տեսնեք 21 թվականի պետական բյուջեն, 20 թվականի պետական բյուջեն իր տրամաբանությամբ եւ ծախսային ուղղություններով դրանց 22-ը, 23-ը, 24-ը կա որոշակի աճ ցուցանիշների, բայց տրամաբանական առումով դրա վերաձևակերպում չկա։ Չկա այդպիսի վերաձևակերպում, որով որ հանրությունը կտեսներ, որ պատերազմից դասեր կա կախված եւ պատերազմի արդյունքում կրած վնասները, այդ թվում ռազմաարդյունաբերական, պաշտպանական, դրանք վերականգնելու հստակ մտադրություն կա։ Բայց բանականությունների Փաշինյանի ներողություն խնդրում, այսօր հայտարարություն
Ապահովում է ըստեյության ոչինչ չեք փոխելու, որովհետև նա նշում է, որ միջազգային կողմնակիցները ձենքին վաճառում մեզ, դա է պատճառը, որ ինքնին լինում եւ նրանց մտավախությունն է, որ վաճառված ձենքերը կտեղակայվեն իրեն տարածքի կուրս եւ որ օրինակ նաեւ ինքնին ձենքերի մասին տեղեկատվություն հայտնի կդառնա քարտի։ Գիտեք, ես չեմ ուզում, որ մենք հիմա խոսենք, թե ինչ է ասել Նիկոլ Փաշինյանը։ Չեմ ուզում ընդհանրապես իմ ասացի համատեքստում տեսեք, եթե իրենց չէր հաջողվելու կամ իրենց չի հաջողվել, այդ չի նշանակում, որ Հայաստանի Հանրապետությանը չէր հաջողվել։ Միգուցե լիներ այլ վարչակարգ եւ հաջողվեր, միգուցե բանակցողը փոխվեր եւ հաջողվեր։ Գիտեք, այստեղ մի շատ կարևոր ծեծված արտահայտություն կա։ Պարտության սիմվոլը երբ որ լինում է, նրա հետ չեն բանակցում։ Նրան այլ կերպ են վերաբերում միջազգային ասպարեզներում։ Իհարկե նա պետք է արդեն հաշվի նստի տարբեր ատյաններում, տարբեր հարթություններում, տարբեր աշխարհակաղակական ձևերներում եւ երկրներում իր բաների հանդիպումների ժամանակ։ Հետևաբար, այս խոսքը որևէ արժեք չունի։ Մենք խոսում ենք ապագայի մասին, իսկ մեր պատկերացրած ապագայում ձեր կայակոչած անձը գոյություն չունի։ Հետևաբար եկեք չքննարկենք իրեն։ Ներողություն իրենք անդադար խոսում են նաև սպառազինությունների վերահսկման մեխանիզմ ներմուծելու վերաբերյալ, այսինքն ստացվում է, որ այստեղ արդեն գուցե կան պայմանավորվածություններ, որոնց մասին մենք չգիտենք։ Իհարկե, եւ մենք այդպիսի ողջամիտ կասկած կարող ենք ունենալ, որ կան պայմանավորվածություններ, որոնք որ իրագործում են, որովհետեւ այն ծայրագույն խախտումները, որ Ադրբեջանը նոյեմբերի 9-ի վիճակից հետո իրականացրել է նաեւ Հայաստանի Հանրապետության տարածքի նկատմամբ, չէ՞։ Ես կարծում եմ, որ եթե չլիներ պայմանավորվածություններ, առնվազն բանավոր, ապա միջազգային հանրությունը կամ այստեղից կամ որևէ տեղից կլիներ արժանի, այսպես ասած, հակահարված։ Այո, դրանք գիտեք պայմանավորվածությունների շրջանակ են, որովհետև այլ կերպ մարդկային տրամաբանությունը չի կարողանում դրանց պատասխանել։